Բարև ձեզ, սկսում ենք այդ խաղային մամլոասլիսը, Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ Այժմ մարզիչը կայտնի իր կարծիքը խաղի մասին, հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Շատ որակով խաղ խաղացինք այսօր, տակտիկապես, տեխնիկապես, շատ համբերատար ու ուրախալին է, որ այն առաջադրանքը ինչ որ թիմը ստացել էր, կատարեց դա, շատ ամենակարևորը շատ համբերատար էին խաղում։ Ինձ թվում է արժանի հաղթանակ էր։ Շնորհակալություն, կան հարցեր։ Նախ շնորհավոր եմ հաղթանակ կապակցությամբ, մեկնաբանեք Ժիրայրի խաղն ու փոփոխությունը։ Այս մենք ամեն խաղից հետո սկսել ենք Ժիրայրի խաղը մեկնաբանել, ես իմ կարծիքը իր ինչ որ ասել եմ նախորդ խաղերից հետո չի փոխվում, ինքը իր մոտ պրոգրես ենք տեսնում, բայց նաև ես գիտեմ, որ պոտենցիալ հələ կա իր մեջից դուրս բերելու, ես դրա մասին իր հետ խոսացել եմ, թե որ կոմպոնենտում ինքը պետք է ավելացնի, իսկ փոխարինում ես պետք է թարմություն ուղղակի, այդ էր պատճառը։ Երկու հատերելի հարց կա, ապրիլանցման ընթացքում ցած մեկը մյուսի հետևից հապյունի գուրավտա լինելու, այսինքն անընդհատ թիմը ճնշմարտակ ալնելու, այս թեթև խաղ չկա, ըստ էության թիմը պատրաստ է։ Հուսով եմ մրցակիցներն էլ են ճնշմարտակ, մենակ մենք ճնշմարտակ չենք, չէ, նոր մի քիչ տարօրինակ է, որտեվ եթե sense ինձ թվում է մենք այս տարի արդեն այս տպավորություն որ մենակ կամ Ուրարտուի դեմ ենք խաղում ու կամ Փյունիկի, բայց դա էս է, հիմա sense դի խաղանք Այստեղ հարցը ես անցած անգամ էլ ասացի, մեզ դժվար է մեկս մյուսին ինչ-որ սյուրպրիզներ անենք, կարող է ինչ-որ սխեմա փոխենք ֆուտբոլիստ, բայց խաղաոճով մեկս մեկին շատ պարզ թիմեր ենք։ Այստեղ ավելի շատ առաջի պլանա դուրս գալու այդ բարեհոգեբանական այդ ֆակտորը, դա է կարևոր։ Դեռ մենք կարողանում ենք այդ նշաձողը պահել, բայց այս խաղերին ես անցած անգամ հիշում եմ, կարծեմ դուք այդ հարցը տվեցիք, ամենակարևորը էմոցիոնալ այդ ֆոնի վերականգնումն է, օրինակ ես հետ գնամ, անցած խաղը մեր մոտ առաջի խաղակեսը այդ պատճառով լավ չստացվեց գավաթային Ուրարտուի հետ լավ չէր, որակով չէր։ Այսօր ավելի լավ տեսք ունեինք, եթե մենք դա բարձրացնենք լավ մակարդակի վրա, ինձ թվում է մնացած բաներում թիմը նորմալ է իրեն դրսևորում։ Վերջին հարցս մարշչական շտաբում ծնունդ կար։ Հա։ Երևի թե լավագույն նվերներ է տեսել։ Դե չգիտեմ, իրան երևի հարցնենք, չգիտեմ, կարող ինքը ավելի լավ նվեր ստացել այսօր, չգիտեմ։ Շնորհակալություն։